Բարելույս սիրելի հեռուստադիտողներ, եթե հենց նոր եք արթնացել, Բարև երկիրը շարունակում է իր ընթացքը, այո, այսօր գարնան առաջին օրն է, ինչի համար բոլորս շատ ուրախ ենք, անցավ ձմեռը եւ ուզում եմ ձմեռվա հետ կապված մի հետաքրքիր բան ասել, եթե կհիշեք, մենք մեր նախորդ թողարկումներում էլ խոսել ենք այդ մասին, որ Մատենադարանը այս ձմեռը իր վերջին Մատենադարանի լանջերը եւ շրջակայքը իր վերջին մերկ ձմեռն էր անցկացնում։ Շուտով կանաչ ճեմուղիներով հնարավորություն ենք ունենալու զբոսնել եւ մենք եւ մայրաքաղաքի հյուրերը։ Այս նպատակով էր հենց փետրվարի 6-ին բացվել Մատենադարանի այգու տեսլականը խորագրով մեկ ամսյա ցուցադրությունը, բացահայտելով այգու գաղափարական ու տարածական բնութագիրը։ Եվ մենք ունենք շատ հետաքրքիր հյուր, ում հետ խոսելու ենք հենց այս թեմայի մասին, Armenia Tree պրոյեկտի ռազմավարական եւ գործընկերության ազդեցության հարցերով տնօրեն Մարինա Մխիթարյան։ Բարի լույս։ Բարի լույս ձեզ, բարի գարուն։ Մեր տաղավար։ Շնորհակալ եմ շատ։ Քիչ առաջ զրուցում էինք, որ դուք մեր տաղավարում դեռ չեք եղել, կարծում եմ այսօր մեկնարկեցինք, դեռ առիթներ կունենանք։ Այո, դա իմ բաց թողումն է միանշանակ, ու հույս ունեմ այս պրոյեկտով եւ մյուս ծրագրերով հաճախ կհանդիպենք։ Այո, պրոյեկտը շարունակական է լինելու, դրա համար անպայման կհանդիպենք։ Տարբեր հարթակներում արդեն ծանոթացանք այս նախագծին, իհարկե շատ ողջունելի, ուրախալի է, բայց կուզենամ նաև մեր տաղավարից պատմեք, թե ինչի մասին է խոսքը առհասարակ, այսպես շատ տարածական է, դեռ չենք պատկերացնում։ Շատ գեղեցիկ ու շատ խորհրդանշական, որ գարնան առաջին օրն է մեր պրոյեկտը ու ցուցահանդեսը կոչվում է Այգի է բացվում։ Սա նորից շատ խորհրդանշական էր, որ այդ այգի գաղափարը ու այգու գաղափարը միաձուլվել են։ Armenia Tree Project-ը հավանաբար այլ կոնտեքստներում գիտեք, Հայաստանի, անկախ Հայաստանի ամենահին բնապահպանական ու կանաչապատման կազմակերպությունն է։ Մենք, ինչպես եւ շատ հայկական առաքելություններ, ստեղծվել ենք ցավից ու խնդրից արձագանքելու կարիքից, երբ ցուրտ ու մութ տարիներին 90-ականներին մեր հիմնադիրը Քերոլի Մյուգարը ոստանահա եկավ Հայաստան ու տեսավ այն ծառերի սպանդը, որ այստեղ տեղի էր ունենում, ու որոշեց կանաչապատման կազմակերպություն բացել, որպեսզի այս ամբողջ ընթացքի վրայով թռիչ կանեմ 30 տարիների մոտ 1500 հեկտար անտառ է տնկվել այս ընթացքում։ Պատկերացրեք այդ ծավալը Հայաստանի նման փոքր երկրի համար, Արցախն էլ անշուշտ ներառած, եւ համարյա 10 միլիոն ծառի ենք հասել այս տարի, դա մեր համար բավականին սիրուն սիմվոլիկ թիվ էր, եւ ուզեցանք, որ այս տարին, որը շատ առումներով էր խորհրդանշական, եւ այս տարի լինելու է Հայաստանի կենսաբազմազանության մեծ կոնֆերանսը, գիտեք, Հայաստանը COP17-ի հյուրընկալն է լինելու, իսկապես շատ կարևոր տարի է մեզ համար, ամբողջ աշխարհից մոտ 25000 մարդ գալու է Հայաստան կենսաբազմազանության օրակարգը համաշխարհային քննարկելու, եւ մենք ուզում ենք, որ մի խորհրդանշական նվեր լինի նաեւ Հայաստանին, մեր քաղաքին։ Սկսեցինք խոսել տարբեր գործընկերների հետ, Մատենադարանը, որը մեր շատ լավ գործընկերն է վաղուց, անմիջապես արձագանքեց եւ ասաց, որ մենք ունենք մի լերկ լանջ Մատենադարանի շենքի հենց հետևում, որը տարիներ շարունակ օգտագործված չի։ Եկեք մի գեղեցիկ կանաչապատման պրոյեկտ անենք։ Մենք անշուշտ շատ ողջավորված ու շնորհակալ այդ հնարավորության համար սկսեցինք նախաձեռնությունը, բայց Մատենադարանը գիտեք, սակրալ տարածք է Հայաստանի համար, էլի, մենք չենք ուզում այդպես ֆետիշացնել, բայց իսկապես շատ կարևոր մշակութային կենտրոն է։ Ու այն գիտելիքի ծավալը եւ խորությունը, որ այդտեղ պահվում է, ուզում էր մի այնպիսի արձագանք, որը չասեմ արժանի, բայց գոնե մի քիչ համահունչ լիներ, այո։ Եվ մենք սկսեցինք մտածել ինչ անել։ Պարզապես ճարտարապետ բերել, որպեսզի ճարտարապետը գծագրեր, շատ տրիվիալ կլներ եւ չենք ուզում այդպիսի լուծում։ Մենք որոշեցինք անել համաստեղծում, որը ինքը իր մեջ այդպիսի համաարարչական գեղեցիկ process էր ներառում 40 մասնագետներ եւ բուսաբաններ եւ ճարտարապետներ, քաղաքաշինության մասնագետներ, կողքի շենքերի բնակիչներ, ազգագրագետներ, մարդիկ, ովքեր բովանդակություն ունեին փոխանցելու, համատեղ սկսեցին մտածել Մատենադարանի այգու մասին։ Ինչ է դա այս տարածքը, ինչ արժեքներ է կրում, ինչ ասոցիացիաներ է կրում, ինչ երազանքներ ունենք այս տարածքի հետ կապված, ինչ հիշողություններ ունենք։ Այդ բոլորը համատեղվեց եւ սցենարներ մշակվեցին։ Եթե ճարտարապետ պարզապես գծեր, դա կլիներ սկեչ, իսկ այս դեպքում եղան սցենարներ զարգացման։ Մենք դրեցինք դա էլ ավելին արեցինք, այսպես լայն մասսայական ներառականության սկզբունքով։ Հա, կարող ենք անվանել հանրային քննարկում, բայց մի քիչ ավելի փորձագիտական քննարկում էր, որտեղ ընտրվեցին լավագույն նախագծերը եւ դրանք ել ավելի հանրայնացնելու համար ստեղծվեց ցուցահանդես,
Մենք այս ճանապարհին շատ հաջողակ ենք, որ ունենք ֆանտաստիկ գործընկերներ։ Ահա կոլեկտիվ ընկերությունը Նարին Խաչատրյան, որ համադրող է, օգնեցին իրականացնել իսկապես նոր աշխատանք, որը այդ համադրման եւ համաստեղծման աշխատանքն էր եւ ցուցահանդես ստեղծել, որը ինքը առանձին արդեն գեղեցիկ բովանդակություն է։ Եթե ժամանակ ունենաք դեռ այցելել Մատենադարան, շատ ուրախ կլինենք ձեզ հյուրընկալել։ Այսինքն ճիշտ եմ հասկանում, որ ցուցահանդեսին արդեն ներկայացված է ընտրված տարբերակը։ Բոլոր սցենարները ներկայացված են, եւ գործընթացը եւ բոլոր սցենարները կան, որպեսզի մարդիկ նաեւ իրենց մասնակիցը, եթե չեն մասնակցել, մասնակից լինեն այդ գործընթացին։ Երբ պետք է լինի այսինքն։ Ընտրությունը հիմա քվեարկության միջոցով արվում է։ Եվ նաև Մատենադարանի ղեկավարությունը եւ խորհուրդը ընտրում են իրենց տարբերակը։ Դրա համադրումը ովքեր են մասնակցում քվեարկությանը։ Բոլոր մարդիկ, ովքեր այցելում են ցուցահանդես, այդտեղ մենք ունենք քվեարկության համար թերթիկներ, նկարագրով բոլոր սցենարների, որտեղ կարող եք դուք էլ մոտենալ եւ ձեր ձայնը թողնել։ Լավագույն սցենարները արդեն կդրվեն մշակման եւ իրականացման։ Ունենք մեկ այլ գործընկեր, որը քանի որ Հայաստանում ցավոք լանդշաֆտային ճարտարապետությունը զարգացած չէ, նույնիսկ կրթական հնարավորություններ շատ չունեն մեր երիտասարդների այդ ուղղությամբ, մենք դրսից մասնագետներ ներգրավեցինք, ինչքան էլ որ չէինք ուզում, ինչքան էլ ուզում էինք տեղական լիներ, ներգրավեցինք բելգիական մի ընկերություն, կոլեկտիվ դիզայն է կոչվում, շատ մեծ փորձառությամբ ու գեղեցիկ ճաշակով Հայաստանի նկատմամբ այսպես ջերմ զգացմունքներով եւ հոգատարությամբ Մատենադարանին շատ զգուշությամբ մոտենալով հիմա արվում է նաեւ լանդշաֆտային հատվածը, հույս ունենք, որ ամբողջական կլինի։ Տիկին Մարինա, այստեղ թերևս շատ կարևոր է հենց լանդշաֆտային հատվածը, որովհետեւ ինչ էլ կառուցվի, գլխավոր հարցը, հա, թե ինչ բուսատեսակներ, ինչ ծառատեսակներ, հաշվի առնելով տվյալ տարածքի հողային որակը եւ այլն ինչի վրա է շեշտադրումը դրվել, որպեսզի սեզոնային գոնե չլինի այդքան շատ, ինչ որ մշտական կանաչ կամ ինչ որ հա ծաղկային վիճակ լինի եւ հատկապես ինչ բուսատեսակներ, ինչ ծաղկատեսակներ Հայաստանի, թե դրսից պետք է բերվի։ Տեսեք, նախ ինքը լանդշաֆտը շատ սպეციფիկ է, եթե հիշում եք Մատենադարանի հետևի լանջը, դա դարավանդ է։ Այսինքն կասկադի շարունակությունը այդպես ամբողջությամբ դարավանդային հատված է, ու դա էլ է խորհրդանշական, որ ինքը կոնցեպտուալ առումով նույնիսկ շարունակում է կասկադը։ Դա ինքը արդեն պարտադրում է որոշակի ծառատեսակներ եւ զոնավորում։ Որոշ զոնաներ կան, որ կլինեն կոչվում է քաղաքային անտառ մոտեցումը, երբ վայրի ծառերի համադրությունը այսպես խիտ քաղաքային անտառի սկզբունքով է լինում։ Մյուս հատվածը կլինի շատ ավելի դեկորատիվ։ Մի հատվածը լինելու է, ու այդ զոնավորումը ինքը ամբողջությամբ ադապտացված է եւ կլիմային, եւ տեղի լանդշաֆտին, եւ բարձրությանը, եւ ոռոգման հնարավորություններին։ Մի հատվածը մեր շատ ամենասիրելի երևի հատվածն է, լինելու է դեղաբույսերի հատված, որովհետեւ մեր համագործակցությունը Մատենադարանի հետ դեռ վաղուց է սկսվել, երբ հետազոտական հատվածը Մատենադարանի անում էր գաղտնազերծում մեր մատյաններից բաղադրատոմսերի, որոնցից մեկի արդյունքը դարձավ, չգիտեմ, տեսել եք երևի մատենից ոգելից խմիչքը, բալասանը, որը արքայական բալասան էր, որը հիմա գաղտնազերծված նաև վաճառվում է Մատենադարանում, եւ այդ հետազոտության ժամանակ այդ բոլոր բուսատեսակները մենք օգնում ենք իրենց աճեցնել։ Ավելին ասեմ, այն թուղթը վերականգնողական, որ Մատենադարանն օգտագործում է գրքերը վերականգնելու համար, եւ որը նախկինում ներկրվում էր, հիմա աճեցնում ենք թղթածառի միջոցով, որից ստանում են այդ շատ գեղեցիկ նյութը, իսկ ինքը թղթածառը, եթե տեսնեք ինչպիսի գեղեցկություն է, դա մի հրաշք է պարզապես, բոլոր տեսակները լինելու են բոլորը, չէ, հիմնականում տեսակները լինելու են տեղական, որպեսզի եւ կենսունակությունը բարձր լինի, եւ նաեւ այդ տեղական ինչքան հնարավոր է պահենք մեր լոկալությունը տեղական։ Նախատեսում եք տվյալ բույսերից, որոնցից տեղորայք չասենք, տեղամիջոցներ կամ թուրմեր է պատրաստվելու, վաճառքի համար, թե գուցե տեղում օգտվելու, տեսնելու, մարդկանց հետ շփման այդ շրջանակը ինչպես է։ Նայեք, բուսական հատված, այսինքն որտեղ որ դա աճեցվելու է, մենք ուզում ենք, որ դա փորձառնական փոքրիկ այգի լինի։ Ասենք օրինակ դպրոցական խմբերը երբ որ գան, իրանք կարողանան ճանաչել դեղաբույսերը, եթե լինի դրանց սերմահավաքի շրջանը, իրանք կարողանան գալ եւ մասնակցել սերմահավաքին։ Փոքրիկ կրթական լաբորատորիա կլինի, որտեղ նաեւ առնվազն դպրոցական տարիքի երեխաների համար երևի մեզ էլ թույլ կտան, պետք է որ շատ հետաքրքիր փորձառություն լինի, ոչ միայն ժամանցի վայր,
Դա այն փորձառական կետերից է, որը մենք ուզում ենք լինի, որպեսզի Մատենադարանի այցելուի համար իր ընթացքը շարունակվի դեպի այգի։ Այսինքն պարզապես դիտողական չլինի, երբ որ դու անցնում ես, տեսնում ես այդ ժառանգությունը, շարունակվում է նաև դեպի բնական ժառանգություն Հայաստանի, եւ դու տեսնում ես այդ հսկայական բազմազանությունը, որը Հայաստանը իսկապես գիզակետերից է բազմազանության ամբողջ աշխարհում։ Այն քանակը ու բազմազանությունը բուսատեսակների ու կենդանատեսակների, որ մենք ունենք, ունիկալ է աշխարհի համար նույնիսկ, եւ ուզում ենք, որ դա արտացոլված լինի։ Հենց այդպես էլ կոնցեպտը մշակված է, որ կենսաբազմազանության այգի է լինելու։ Մարինա, իսկ տարածքը նախատեսվում է զբոսայգի, որպես դիտարկել, թե պարզապես դեկորատիվ կանաչապատ տարածք։ Դա այգի է, ջեմուղիներով, իր տրամաբանությամբ, մուտք է ունենալու դրսի կողմից, այսինքն ոչ միայն թանգարան մտնելով կարող եք մտնել, առանձին կարող եք նաև մուտք ունենալ դեպի այգի, որպեսզի մի քիչ ավելի բացենք հնարավորությունները։ Եթե ինչ-որ մեկը վճարովի տոմսով, թե բաց տարբեր։ Դեռ նախատեսվում է վճարովի, շատ տարբեր պատճառներով, այդ թվում նաև անվտանգային, որպեսզի լինի նաև թանգարանի մի մաս, այսինքն ինքը լինելու է բնական ժառանգության թանգարան բաց երկնքի տակ։ Քանի որ խնամքի մեծ կարիք է ունենալու նաև։ Պետք է վերահսկողությունը ուժեղ լինի։ Անշուշտ։ Եվ Մատենադարանի շուրջ է տարածքը, դա Մատենադարանի շենքի վերահսկողության խնդիր է։ Եվ այդ հրաշքին վերջապես երբ ենք ականատես լինելու։ Հենց հիմա մեր նախագծման աշխատանքներն են ընթանում, մենք անընդհատ կապի մեջ ենք նախագծողների հետ։ Հենց հիմա զուգահեռ ընթանում է ցուցադրությունը, որպեսզի մարդիկ շարունակեն քննարկումը եւ քվեարկությունը, եւ մենք շատ հույս ունենք, որ COP17-ին, որը հոկտեմբերին է այս տարվա, մենք կկարողանանք անել հայտարարությունը այգու եւ նախնական բացումը, բայց այգին անverջ գործընթաց է։ Ծառատնկելը, դրա խնամքը, դրա վերատնկելը, նոր ծառերի ու նոր տեսակների բազմազանությունը ապահովելը։ Պտղատու ծառեր կլինեն, թե ոչ։ Պտղատու էլ ենք նախատեսում, այո, եւ պտղատու ծառեր, եւ դեկորատիվ ծառեր, եւ անտառային տեսակ։ Փոքրիկ բուսաբանական այգի։ Փոքրիկ այգի է լինելու, այո, կենսաբազմազանության այգի, եւ մենք հատուկ չենք ասում պուրակ, հատուկ ասում ենք այգի, որովհետեւ դա այդ գեղեցիկ արևելյան ավանդույթի եւ նաեւ մեր ավանդույթի Երևանի այգիների այդ ավանդույթի օրգանական շարունակությունն է լինելու։ Իսկ անուն կունենա։ Դեռ չունենք անուն, դեռ այն անունը, որ դրվել է, այգի բացվումն է, որը ցուցահանդեսի անունն է, բայց Մատենադարանի այգի աշխատանքային անվանումն է դեռ։ Հետաքրքիր։ Ես թվում է նաև երբ մեծահասակները գան մեծ տարիքով մարդիկ ավելի ճիշտ, նրանց համար հաճելի կլինի հենց տեղում հայկական հին տարբեր ծառատեսակների ծանոթանալ, որովհետև շատ հաճախ Երևանից դուրս կամ Երևանում այնպիսի վայրեր է պետք գնալ, որտեղ կան այդ ծառատեսակները եւ այլն, եւ տարբեր ծառատեսակների հավաքատեղի դարձնելը հետաքրքիր գաղափար է։ Մենք այդտեղ շատ ուզում ենք այդ փորձառությունը խաղաֆիկացնել, այսինքն մարդկանց նույնիսկ տալ հնարավորություն, որ իրենք ճանաչեն ծառերը, բայց անկեղծ ասած ամենաշատը ուզում ենք, որ մարդիկ ունենան այդ դանդաղ ջեմելու ու մտածելու հնարավորությունը։ Չշտապելու վերջ։ Այո, չշտապելու, որովհետև ինքը Մատենադարանը այդ թեթև բովանդակությունը չի հանդուրժում, էլի, իսկապես ծանրակշիռ կոնտենտ է Մատենադարանում եւ մենք ուզում ենք, որ մարդիկ դա մարսելու, յուրացնելու հնարավորություն ունենան ջեմուղիների միջոցով։ Պարզապես քայլելու, պարզապես Մասիսի ֆանտաստիկ տեսարան է վերևից բացվում, այդ տեսարանը վայելելու, հոտերը, բույրերը, նույնիսկ ծառերի ծաղկման շրջանները ու գույները այնպեսին է համադրությունը լինելու, որ ամբողջ տարվա ընթացքում դու այդ քո բոլոր զգայարանների միջոցով տեսողական շնչառական բոլորի միջոցով կարողանաս ընկալել այդ այգու բազմազանությունը։ Իսկ զբոսավարող եք ցորտ կլինի որպես այդպեսին, որպեսի նախատեսում, բայց եթե տեսնենք, որ այնքան բարդ է դարձել բովանդակությունը, որ դրա կարիքը կա, դա արդեն մեր գործընկերները Մատենադարանում կարծում եմ արագ զբոսաշրջիկներին գուցե հետաքրքրի, հա, տվյալ ծաղկատեսակը, ծառատեսակը։ Մենք գրավոր բաներ նախատեսում ենք ու իսկապես շատ հավակնոտ պրոյեկտ է, որպեսզի պատկերացնենք հաջորդ փուլերի համար նախատեսում ենք, որ այնտեղ նաև սրճարան է լինելու, որտեղ մածյաններից նորից գաղտնազերծված ու գտած բաղադրատոմսերով փոքրիկ այսպես խորտիկներ կլինեն, սուրճ կլինի եւ թեյ կլինի հայկական բուսատեսակների թեյ։ Սա էլ որպես էլի փորձառության շարունակություն, որ եթե դու մտնում ես Մատենադարան, չգիտեմ, Ամիր Դովլատամասեցու բաղադրատոմսերով տեսնում ես այդպես փոքրիկ բաներ պատրաստված, բալասաններ պատրաստված, հետո չգնաս ու պարզապես ինչ-որ խորտիկ ունենաս։ Այդ է ուզում ասել, չվերածվի, այո, բիզնեսի եւ բացի այդ կդառնա ինչու՞
քիչ է մեր այցեքարտը, որովհետև Մատենադարանը արդեն իսկ մեր այցեքարտն է տարիներ շարունակ, իսկ հիմա կարող է նաև ընդհանուր համադամ խորտիկը եւս լինելով հայկական դառնալ մեր այցեքարտը, թեյերը առավել եւս։ Եվ նաև համապատասխան լինել, իսկապես այն ծանր լավ առումով, ծանրակշիռ բովանդակությանը, որ կա Մատենադարանում։ Թոթափել դա ընդամենը։ Չէ, համալրել, եթե ուզում եք։ Ունենք ավելացնելու որևէ բան։ Մենք շատ գեղեցիկ ծրագրեր ունենք, բացի այս Մատենադարանի ծրագրից, որ իրականացնում ենք, որ մեր շատ սիրելին է անշուշտ, բայց Armenia Tree Project-ը ինքը առաջին հերթին կանաչապատման ու անտառապատման կազմակերպություն է։ Մենք անտառային շատ մեծ մասիվներ ունենք Հայաստանում, որոնք հիմա անում ենք եւ շարունակելու ենք անել եւ նաեւ քաղաքային միջավայրերի բազմազանություն ու վերաիմաստավորում։ Եթե նախկինում մենք մտածում էինք, որ քաղաքային միջավայրը գեղեցկության համար է, հիմա դա դիտում ենք որպես մարդկանց վարքը փոխելու, նաև մարդկանց վերաբերմունքը փոխելու ու այդ սեփականության զգացումը ուժեղացնելու հնարավորություն։ Ոչ նաև առողջության եւ թթվածնի պակասը լրացնելու, առաջին բանը, որ ասում եմ։ Հիմա ինչ ծառեր կտրվում են, իհարկե մենք բոլորս ականատես ենք, ոչ մեզ հարմար ծառերով են լրացվում։ Առաջին բանը, որ մենք լսում ենք, դա օդի աղտոտվածության, կենսաբազմազանության պահպանման, Երևանում պարզապես շնչելու, Հայաստանում շնչելու հնարավորությունը բարելավելու սկզբունքն է, բայց նաև մարդկանց մասնակցության սկզբունքը։ Սա շատ կարևոր հանրային երևույթ է, երբ որ մենք նույնիսկ Մատենադարանում, երբ որ մարդիկ գալիս էին մասնակցելու քննարկմանը, ասում ենք, որ սրանք մինի ռեֆերենդում կոչվածներն են, փոքրիկ հանրաքվեներ են, երբ որ մարդը որոշում կայացնելու մեջ իր մասնակցությունն է ունենում, այսինքն սա վարք է փոխում, մարդիկ դառնում են շատ ավելի պրոակտիվ եւ հասկանում են, որ իրենց ձայնը կարևոր է ոչ միայն 4 կամ 5 տարի մեկ, երբ որ մեծ ընտրություն, ամեն օր, երբ որ դու որոշում ես կայացնում, քո քաղաքի վերաբերյալ, քո կողքի բնակավայրի, քո այգու վերաբերյալ, դու դառնում ես ավելի քաղաքացի։ Այսինքն այդ նույնիսկ փոքրիկ հանրաքվեները խրախուսելով մենք փորձում ենք հատկապես մարզային մեր բնակավայրերում, որտեղ հիմա շատ ավելի ակտիվ ենք աշխատում, փորձում ենք այդ վարքը մարդկանց պրոակտիվության ու մասնակցականության նաև ավելացնել եւ բնության նկատմամբ սեփականության, սիրո ու երկարաժամկետ մտածելակերպի, ոչ առօրեական մտածելակերպի վարքը խթանել։ Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար, Մարինա։ Իհարկե Գարնան առաջին օրվա համար սա հրաշալի մեկնարկ էր ունենալ այդպիսի հեռանկար, որ այո, բնապահպանական ծրագրերը, կանաչապատման ծրագրերը մեր երկրում ակտիվ են, հատկապես մայրաքաղաքում, որտեղ ինչպես փաստեցինք, օդը աղտոտված է, իսկ կանաչ տարածքները քիչ։ Մենք պատահական չէինք հենց այսօր այս թեման ընտրել, այն լինելու է շարունակական, մնացեք մեզ հետ։